MediaMax ու Skill Event մարքեթինգ ընկերությունների կազմակերպած Robust Armenia կոնֆերանսը երկրորդ անգամ մեկ հարկի տակ է համախմբել մեր երկրի գործարար համայնքի խոշոր ընկերություններին։ Արդյունավետությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին խորագրով կոնֆերանսի մասնակիցները կարևոր են համարում էներգախնայողությունն ու վերականգնվող էներգիայի դերը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը ներկայացնում է հանքարդյունաբերության կապը էներգետիկ անվտանգության հետ։ Արդյոք խոսում են այսօր վերականգնող էներգետիկայի մասին եւ այլն, մոռանալով, որ առանց հանքարդյունաբերության դա անհնարին է այսօր պատկերացնել։ Տեսեք, օրինակ բերենք մեր բոլորի կյանքում հենց հեռախոսներ, որ մենք օգտագործում ենք, մոտ 35-ից 40 մետաղ է օգտագործվում, օրինակ մեր սմարթֆոններում, էլ չասենք մեր ամենօրյա օգտագործման բոլոր սարքերում։ Հայաստանում արտադրվող էներգիայի մոտ 8%-ը սպառող հանքարդյունաբերական հսկան մեր երկրում ամենաշատ էներգիա օգտագործող ընկերությունն է։ Այդ հանգամանքը նկատի ունենալով կոմբինատը պետք է քայլեր ձեռնարկի նվազեցնելու հոսանքի սպառման չափաբաժինը, ասում է կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը։ Միգուցե նվազեցնենք էներգիայի մեր օգտագործման ծավալները կամ եթե չենք կարողանում նվազեցնենք ծավալները, գոնե վերականգնող էներգիայի օգտագործումը շատացնենք, դրանով նպաստենք հենց այս գործընթացների մի մասին, որոնց մասին մենք այսօր հավաքվել ենք, որ այս ձևաչափում, այս հարթակում զրուցելու։ Զանգեզուրը մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ, առաջի հերթին, որովհետև նա արտադրում է այնպիսի մետաղ ամբողջ աշխարհի եւ Հայաստանի համար, առանց որի փոխակերպումը պատկերացնելը պարզապես անհնարին է, եւ երկրորդը կախված արդեն իր ծավալներից, իր մեծությունից, արդեն այլ պատասխանատվությունների շարք է բացվում, որոնք մենք պարտավոր ենք ուղղակի հետևել, լինել առաջինը հնարավորինս ամենտեղ։ Պանելային քննարկման մասնակիցներն արդեն ներկայացնում են կոնկրետ ծրագրեր, թե ինչպես կարող է խոշոր բիզնեսը գործել էներգաարդյունավետ, որ շահույթն առավել շատ լինի։ Ինչքան էներգաարդյունավետ ենք, այնքան ավելի շահույթը մեծ է, բնականաբար բիզնեսը դրան ուշադրություն է դարձնում եւ շարունակական ուշադրություն է դարձնելու։ ԶՊՄԿ-ն էլ ունենք այո ծրագիր 100 մեգավատ կայան ունենալու արևային, դեռ էլի տարբեր խոչընդոտներ կա, որոնց պատճառով տենց շատ արագ չենք ընթանում այդ հարցում, բայց մեր վերջնական նպատակը, որ մեր այդ 8%-ը, որ երկրի էլեկտրոէներգիայի սպառում ենք, ԶՊՄԿ-ն միմիայն վերականգնող էներգետիկայի աղբյուրներից ստանա։ Էներգաարդյունավետությունից ավելի կարևոր է էներգիայի ճիշտ բաշխումն ու կուտակումը։ Քննարկման մասնակիցների գնահատմամբ էներգետիկ անվտանգության ռազմավարության մեջ պետությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի արևային էներգիային եւ ներկա 15%-ի փոխարեն առաջիկա 10 տարում հասցնի 50%-ի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։